Սիրելի քարտուղարություն, մի բան այն չէ։ Մի բան այն չէ նաև աշխատանքային օրենսգրքում։ Ազգային ժողովի հարգելի Արսեն Թորոսյանը խորհրդարան է եկել, որ 1.5 տարով հետաձգի էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի կիրառումը։ փետրվարի 2 տարի առաջ, երբ փոփոխություններ կատարեցին աշխատանքային օրենսգրքում, որոշեցին, որ 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Կողքին նայենք, Հիմա, երբ այդ հունվարի 1-ը եկել է մի բան էլ անցել, ԿՊ-ն պարզել է, աշխատանքային պայմանագրերը չեն կարող բացառապես էլեկտրոնային եղանակով կնքվել։ Դրա համար էլեկտրոնային ստորագրություն է պետք։ Էլեկտրոնային ստորագրության համար նույնականացման քարտ։ Իսկ նույնականացման քարտ ստանալը խնդիր է 2024-ից, անծայրածիր հերթերեն։ Մենք այս պահին խոսում ենք մոտ 200,000 քաղաքացու մասին, ով ունի աշխատանքային պայմանագիր, այսինքն գրանցված է որպես օրինական աշխատող պետական երկրապահների կոմիտեի համակարգում, բայց չունի ID քարտ։ Ինչու 2 տարին բավարար չեղավ նույնականացման քարտերի խնդիրը լուծելու համար։ Ներքին գործերի փոխնախարարը անցած մայիսին պնդում էր, որ ուր է հնամաշ համակարգին հրաժեշտ կտան։ Եվ ուրեմն անցյալ կդառնա նույնականացման քարտերի խնդիրը։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին տեխնիկապես վերազինման արդյունքում մենք կկարողանանք կրկնակի ինտենսիվությամբ եւ արագությամբ տրամադրել ուրեմն նույնականացման քարտերը։ Ղազարյանի հայտարարությունից մոտ 9 ամիս անց ներքին գործերի նախարարը խնդրի լուծման նոր ժամկետ է հրապարակում։ Ըստ Արփինե Սարգսյանի, կենսաչափական նոր համակարգը կներդրվի 2026-ի վերջին։ Աշնանից քաղաքացիները կստանան նոր բիոմետրիկ անձնագրեր եւ նույնականացման քարտեր, նոր սերնդի քարտեր։ Այդ ավաստիացումները մենք այս դահլիճում ձեր ներկայությամբ շատ ենք լսել։ Ընդդիմադիրները գրեթե վստահ են։ Իրականություն չի դառնալու իշխանության նաև 2027-ից նույնականացման քարտերի խնդիր չունենալու խոստումը։ Այսինքն դու մի կողմից պարտադրում ասում եք պարտադիր էլեկտրոնային ստորագրությունը։ Մյուս կողմից այդ մարդկանց համար հնարավորություն չեք տվել ողջամիտ ժամկետում կարողանան ձեր կողմից կամ կառավարության որոշ հետևաբար դուք այն ժամանակ ճիշտ չեք գնահատել այդ ռիսկները։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ինքը ավելի հասկանալի ռուսերեն կխոսի։ Մենք հասել ենք արդեն մեր վերջնական գծին, հա, այդ ռուսերեն ասած ֆինիշնի պրիմոյին։ Սա թերևս անուղղակի խոստովանություն է։ Մարդիկ հույս մի ունեցեք, որ այս տարի նույնականացման քարտերի խնդիրը կլուծվի։ Հետո էլ դեռ հարց է։ Ընդդիմադիրների եզրակացությունն է։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։